Իմ շատ սիրելի հարազատներ, ես հենց հիմա գտնվում եմ Ատլանտյան օվկիանոսի ափին եւ ուզում եմ ձեզ հետ կիսվել Աստվածաշնչյան մի հրաշալի համարով։ Երեմիա 5:22, ասում եմ, միթե ինձնից չեք վախենում ու չեք դողում, որ ես ծովին, այս ջրերին ավազով սահման դրեցի ու հավիտենապես կարգեցի, հավիտենական կանոն դրեցի, որ այս ջրերը, այդ սահմանները հանկարծ չանցնեն։ Պատկերացնում եք, ավազի մասին Աստվածաշնչում շատ հետաքրքիր բան կա գրած, ասում է հիմարն ավազի վրա, այդ ֆունդամենտի վրա, փխրուն ֆունդամենտի վրա տուն կառուցում, իսկ իմաստունը ժայռի վրա։ Բայց Աստված ինչ հետաքրքիր բան է արել։ Այդ փխրուն ավազով, այդ փոշի հատիկներով, այսինքն հսկա ռեզերվուարի մեջ գտնվող այս սարսափելի ալիքներին, ջրերին սահմանա դրել ընդամենը ավազ։ Ու հայտարարելը, հրճակելը, հրամայելը, որ հանկարծ այդ ջրերը, այդ ավազը հանկարծ չանցնեն, այդ փոշու հատիկները պահում են որպես սահման։ Ահա դուք տեսնում եք էկրաններին ինչպես է սահմանագիծ ավազով։ Սիրելիներ, ուզում եմ մի հետաքրքիր հայտնությամբ նաև կիսվեմ, որ շատ ջրեր, բացասական ջրեր կուզենան գան մեր կյանքը ողողեն, բայց չեն կարողանա, տեսեք արդեն եկան, չեն կարողանա ողողեն մեզ, չեն կարողանա մեզ խորտակել, մեր տունը քանդել, երբ որ մենք հնազանդ ենք Աստծուն, երբ որ մենք հնազանդ ենք երկնքի ու երկրի ու ծովերի տիրոջը, օվկիանոսների տիրոջը, օրենքները դնողին, ապա այդ դեպքում երբեք ու երբեք մենք խնդիր չենք ունենա, անեծքի տակ չենք մտնի, մենք պրոբլեմներ չենք ունենա, եթե Տերը լինի մեր հովանավորը, իր ձեռքի տակ լինենք, այնպես որ միշտ եղեք Տիրոջ ձեռքի տակ, միշտ եղեք նրա քաղցր ու հանդարտ ջրերի մոտ, նա հավիտենապես հրամայել է, որ ոչ մի բան քեզ չի պատահի, եղիր նրա ջրերի մոտ, եղիր նրա ձեռքի տակ, թող Աստված օրհնելով օրհնի քեզ, ամեն։